ինչպես է անցել Տեր Վրդանեսի վիրահատությունը, այս պահին վիճակը ինչպես է գնահատվում, Հայր Զաքարյանն ասել է, որ առաջիկա 72 ժամը կարևոր է մեր Տեր հոր համար, կխնդրեի մանրամասներ ներկայացնեիք առողջական վիճակի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ Տեր Վրդանեսը Մասիամետ բժշկական կենտրոն տեղափոխվել էր ծուր ինֆարկտ սրտամկանի ծուր ինֆարկտ ախտորոշմամբ կարդիոգեն շոկով, կատարվել էր կորոնարոգրաֆիա, անպատասխան ինտենսիվ թերապիա միջոցառումներ, որից հետո Տեր հորը կատարվել էր ստենտավորում սրտի, պետպատվերի շրջանակներում։ Ներկա պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար կայուն, հուսով ենք, որ մոտ ժամանակում Տեր Վրդանեսին կտեղափոխեն հիվանդասենյակ, որտեղ արդեն տեղափոխվում են ավելի առողջական վիճակը բարելաված հիվանդների։ Որևէ առողջական հետագա սրացումներ, զարգացումներ հնարավոր են, թե վիրահատությունը խիստ անհրաժեշտություն էր եւ սրանով կարող ենք ասել, որ այն վտանգը, որ կար, արդեն վերացել է։ Սովորաբար ստենտավորում կատարվում է, երբ որ անոթները լինում են խցանված, փակ, այսինքն դա մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր չի, բայց հետագա հիվանդը բնականաբար արդեն ստենտավորված սրտի խնդիրներ ունեցող հիվանդը մշտական ընդունում է որևիցե դեղորայքներ, որոնք նշանակում են բժիշկների կողմից առողջ ապրելակերպ, այնտեղ ցուցումներ են տրվում, այսինքն սուր վիճակ չկա այս պահին, բայց ապակինված շրջան ունի եւ իրականում այո հիվանդները, որոնք որ ունեն սրտամկանի հետ կապված խնդիրներ, ենթարկվում են միջամտությունների ստենտավորումը, հետագայում ապրում են իրենց սովորական բնականon կյանքով, այսինքն վերականգնման փուլից հետո իրենք համարվում են առողջ դիսպանսեր հսկողության տակ են ուղղակի գտնվում մշտական, այսինքն իրենք էլ պետք է հետևեն իրենց հետագա առողջական վիճակին։ Իսկ ինչ վիճակում էր Տեր հայրը տեղափոխվել այստեղ, որտեղ նշում էին, որ արգելվել է անգամ Երևան տեղափոխել, քանի որ վիճակը իսկապես ծայրահեղ։ Տեր հորը տեղափոխել են շտապօգնության մեքենայով, այո, վիճակը եղել է ծայրահեղ ծանր, քանի որ սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ, հատկապես երբ որ ուղեկցվում է կարդիոգեն շոկով, անգամ րոպեները կարող են որոշիչ լինել ու ի ուրախություն բոլորին մեր բժշկական թիմի շնորհիվ նաև արագ արձագանքման մեզ մոտ կատարվել են բոլոր համապատասխան ցուցված միջամտություններ, միջոցառումները, որի արդյունքում հնարավոր է եղել փրկել հիվանդի կյանքը։ Եվ արդեն պալատ կտեղափոխվի այսօր, թե դեռ պետք է շարունակի։ Իրականում այս բանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում, բժիշկների արդեն հսկողության տակ, երբ որ ցուցում կդնեն, որ արդեն հիվանդը կարող է տեղափոխվել հիվանդասենյակ, բնականաբար չեմ կարող ժամկետներ ասել, բայց երբ որ հիվանդի վիճակը թույլ տա, բնականաբար հիվանդասենյակ կտեղափոխվի։ Իսկ հետագա բուժումը պետք է բժշկական կենտրոնում լինի, թե արդեն կարող է տուն գնալ տանը շարունակել բուժումները։ Սովորաբար ստենտավորումից հետո հիվանդները ըստ բարդության կամ ըստ ծանրության աստիճանի մնում են բժշկական կենտրոնում, սակայն օրերի քանակը, հսկողության չափը որոշվում է արդեն բուժող բժշկի, հսկող բժշկի կողմից, Կարծում եմ, որ հիվանդը մոտ ժամանակներում հնարավորություն է ունենալու արդեն վերադառնալ տուն։